Գալստյան նախ օրեր առաջ ամփոփվեց ազգային ժողովի հետ ընտրությունների վերջնական արդյունքները, պարզացավ թե ովքեր են լինելու պատգամավոր, Վահագն Հովակիմյանն էլ եւս մեկ անգամ պնդեց, որ ընտրությունները եղել են արդար եւ թափանցիկ։ Ինչ կասեք։ Բացարձակապես այդպես չէ, տեսակետը չեմ ոչ միայն ես չեմ կիսում, դա ուղղակի հումորի ժանրից է, որովհետեւ ոչ միայն ընտրությունների բուն օրը, այլև ընտրությունների նախորդած ժամանակահատվածում Հայաստանում ուղղակի խեղվել է ընտրական իրավունքը եւ այն ահռելի ադմինիստրատիվ ռեսուրսները, որ հրապարակ էին նետվել, իրավական, կներեք ոչ հայերեն բառի համար, իրավական բեսպրիդելը, քաղաքական հետապնդումները, ատելության խոսքը, վարչական ռեսուրսների սարսափելի, եթե ոչ չօգտագործեմ այսպես խայտառակ եւ սարսափելի կիրառումը բացարձակապես ցույց են տալիս, որպեսզի մենք խոսենք ազատ եւ արդար ընտրությունների մասին։ Եվ վերջին փաստը նաև, երբ որ ընտրությունների գիշերը ժամը 2-ին ընտրական գործընթացին հաջորդող կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուրեմն ձայների հաշվարկը ժամը 2-ին դադարեցվեց, դա ուղղակի այն մասին էր, որ սառեցվում է ընտրական գործընթացը, հաշվարկը եւ այնտեղ նկարչության գործընթաց է տեղի ունենում։ Այս միջավայրում եւ այս հետընտրական զարգացումներին, որի մի փաստին էլ առերեսվում ենք այս պահին, քաղաքական հետապնդումներ եւ այլն, այս ամենը բացարձակապես ոչ միայն չխոսում ազատ եւ արդար ընտրությունների մասին, այլև ընդհանրապես սա մի իրականություն է, որը կիլոմետրերով հեռու է ժողովրդավարական լինելուց։ Երբ կարող եք ասել, որ կարող ենք կարծել, որ քաղաքական այսպես այլախոհությունը կարող է հանգեցնել ընդհանուր կալանավորման։ Ավելի քան ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի առնչությամբ, ինչպես քաղաքական շատ դեմքերի նկատմամբ, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ կիրառվում է ոչ թե իրավական գործիքակազմը, այլ Հայաստանում այսպես թևածում է առասարակ բեսպրիդել բառը պետք է օգտագործեն եւ սրանք իրավական process-ներ չեն, բացարձակապես։ Հիշում եք, երբ որ այս վարչախումբը եւ իր ղեկավարը եկան իշխանության ասելով ով է այն դատավորը, որը պետք է չլսի եւ չենթարկվի ինձ։ Հետո դրան հաջորդեց ով է այն կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը, որը պետք է ասենք թե իմ հազարարությանը չենթարկվի։ Մենք տեսնում ենք, որ այս բոլոր process-ները ոչ միայն վրեժխնդրության, ոչ միայն ոչ բարոյականության, ոչ միայն կարմիր գծերը հատելու մասին են, սրանք առողջ պետականության, ժողովրդավարության հետ զրո առնչություն ունեցող ուրեմն գործընթացներ են առերեսվում եւ այն ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, ոչ միայն չի տեղավորվում մարդկային, բարոյական, ինչ ասեմ, քաղաքական ձևաչափերի մեջ, ինքը աներևակայել է 21-րդ դարում իրեն ժողովրդավարական հռչակած երկրում ականատեսը լինել այդ պահվածքին։ Գիտեք, ես հիմա մի դրվագ եմ ուզում ասել, 2 օր առաջ ինձ փողոցում մեկը կանգնեցրեց, որը ասեց, գիտեք, ես գիտեմ, ճանաչում եմ քեզ, ես բոլորովին ոչ Բարգավաճի, այսպես ձայն տված մեկն եմ, եւ ոչ Գագիկ Ծառուկյանին եմ ճանաչում, բայց տեսնելով այն պատկերը, թե ինչպես Գագիկ Ծառուկյանին փորձեցին ծնկի բերել, ասեց, ապրելս էլ չի գալիս այս երկրում, 70 կիներ, ես իր աչքերում արցունք տեսա, եւ այսօր ոչ թե Գագիկ Ծառուկյանին են ծնկի փորձում բերել, մեզ բոլորիս, որովհետև անարդարությունը, ոչ իրավականությունը, ինչ ասեմ, իրավունքների խեղվածությունը, առողջ ձայնի, դիմադրի ձայնի լռեցումը, վախի մթնոլորտը, ատելության մթնոլորտը, այս ամենը պետության եւ պետականության եւ քաղաքակրթության մասին չեն, եւ ցավոք սրտի ես ուզում եմ ասել, տեսեք, այս ընթացքում նաեւ Սրբազան պայքարի 18 արդարների դատն է շարունակվում, ամբողջ իրավական համակարգը դարձել է գործիք վարչախմբի եւ նրա առաջնորդի Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Եվ ընդհանրապես մենք գնահատականը վաղուց ենք տվել, նորից պիտի հաստատեմ, Հայաստանում վաղուց խաթարվել է սահմանադրական կարգը։ Հայաստանում չի գործում սահմանադրությունը, Հայաստանում գործում է մեկ անձի, եւ գիտեք բոլորս թե ով է այդ անձը, մեկ անձի քաղաքական ճաշակը, ինչ ասեմ, կամայականությունները եւ երկրում փորձել գտնել իրավական գործընթացներ, ուղղակի Դոն Կիխոտությունը։ Տիկին Գալստյան, տեսնելով
Հայաստանում ընդդիմադիր իշխանությունների դինամիկան։ Դուք տեսանելի ապագայում նշմարում եք ինչ-որ սցենարներ, որ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը այսպես պատրաստվում են անել միասնական ճակատով հանդես գալու եւ գործողությունների շրջանում որտեղ ընդհանրելու համար։ Գիտեք, միևնույն ասանին գնում ենք խորհրդարան, հայ վարչապետարանը եւ նաեւ Հայաստան դաշինքը մենք ենք խորհրդարան, շարունակելու ենք պայքարը եւ համադրելու ինչպես փոխանցային պայքարը, այնպես էլ խորհրդարանական անձնա գործադրելու համար իսկապես երկրում իրականացնելու իշխանափոխություն։ Մենք երբեք չենք մերժել փոխանցային պայքարը եւ պրոցեսները իհարկե բնականաբար իրեն զարգացումները կունենան, մենք նաև ոչ միայն չենք մերժել, այլ կարևորել ենք ընդդիմադիր միասնական ճակատի գոյացումը եւ ես կարծում եմ, ես չեմ կարող հիմա շատ խաղաղ քարտեր բացել, բայց այլ տարբերակ չկա, քան ընդդիմադիր ճակատի ձևավորումը, միասնականությունը եւ պարզապես Հայաստանի պետականության գոյության պահպանումը։ Շնորհակալ։